Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարքեր են ընկել, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է։ Իշխանությունները հայտնել են, որ միջադեպից հետո օդանավակայանում աշխատանքը շարունակվում է բնականոն հունով։ Օդային երթևեկությունը գործում է բնականոն հունով, ասվում է Դուբայի լրատվամիջոցների գրասենյակի կողմից X-ում հրապարակված գրառման մեջ։ Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված տնտեսական կենտրոններին և բանկերին, այն բանից հետո, երբ իրանական բանկը հարձակման է ենթարկվել, հայտնել է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը Խաթամ Ալ-Անբիան։ Թշնամին մեծ հնարավորություն է տվել հարվածել տարածաշրջանում ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին պատկանող տնտեսական կենտրոններին և բանկերին, Ալ Ջազիրան մեջբերել է խոսնակի խոսքերը։ Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հանդիպումը այս պահին քիչ հավանական է, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Հանդիպումը այս պահին քիչ հավանական է ակնհայտ պատճառներով, պատասխանել է Պեսկովը։ Մայիսի 11-ին Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Իրան ուղարկված մարդասիրական օգնության Ադրբեջանի միջոցով տեղափոխման համար պայմաններ ստեղծելու համար։ Սիրիան բացել է իր օդային տարածքը Դամասկոսի օդանավակայանից չվերթների համար։